Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտարարել են մեկը մյուսի ուղղությամբ արձակված հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի մասին գնդակոծությունների հետևանքով կան վիրավորներ։ Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 10-ից ավելի թևավոր հրթիռ եւ շուրջ 10 բալիստիկ հրթիռ։ Բելգորոդը առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Հարձակման հետևանքով ուղիղ հարվածներ են եղել մեկ սոցիալական եւ մեկ առևտրային օբյեկտի վրա։ Գրել է մարզպետը եւ նշել, որ ամբողջությամբ ավերվել է Արյուծի Ձակ մանկապարտեզը։ Նրա խոսքով վնասվել է նաեւ 2 առանձնատուն եւ 1 ավտոմեքենա իշխանությունների որոշմամբ շաբաթվա ընթացքում այս տարածքի մանկապարտեզները չեն աշխատի, դպրոցները կգործեն միայն հեռավար ձևաչափով։ Բացի այդ, Բելգորոդի շրջանի Դուբովոյե գյուղում ուկրաինական զինված ուժերի հարձակման արդյունքում հրդեհվել է 2 տուն եւ 4 մեքենա, վիրավորվել է տեղի 1 բնակիչ։ Տեղեկություններն այն մասին, որ միջազգային քրեական դատարանը դիմել է Մոնղոլիայի նախագահին, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը։ Եկեք հերքենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները։ Տեղեկությունը, որ միջազգային քրեական դատարանը Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակում հայտարարություններ ու կոչեր է փոխանցել կապված սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի ղեկավարի մեր երկիր կատարելիք այցի վերաբերյալ սուտ է եւ փաստերի խեղաթյուրում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկություն։ 100 հազարավոր իսրայելցիներ բողոքի համար համաձայնեցված բողոքի ցույցից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել Այալոն մայրուղի եւ 3 ժամով արգելափակել երթևեկությունը։ Ոմանք իրեր են այրել, ցանկապատեր են կանգնեցրել ճանապարհին, քարերում մետաղական իրեր տեղադրել։ Ոստիկանությունն այս գործողությունն անօրինական է ճանաչել եւ միջոցներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, օգտագործվել են ջրցան մեքենաներ եւ լուսաձայնային նռնակներ։ Մի քանի մարդ վիրավորվել է, մոտ 30 մարդ ձերբակալվել է Թել Ավիվում, 5-ը Երուսաղեմում։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ այլ բնակավայրերում։ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է Իլհամ Ալիևի Նոր Ադրբեջան կուսակցությունը, այն ստանում է խորհրդարանի 125 մանդատներից 68-ը, հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հիմնվելով ընտրատեղամասերի 91%-ի քվեաթերթիկների մշակման արդյունքի վրա։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 37.27%, գրանցված 6.4 միլիոնից քվեարկել է 2.1 միլիոն ընտրող։ Մնացած մանդատները, ինչպես գրում է Թուրանը, կտրամադրվեն այսպես կոչված անկախ թեկնածուներին, որոնք հայտնի են իրենց իշխանամետ դիրքորոշմամբ։ Ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 125 պատգամավորական մանդատի համար պայքարում էր 990 թեկնածու։ Դոմինիկյան Հանրապետության Ազուա նահանգում 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել ավոկատոյով բեռնված բեռնատարի հարվածի հետևանքով։ Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է Սան Ժոաո նահանգի հիվանդանոց, քանի որ այն ավելի մոտ է դեպքի վայրին, մահացածներից 6-ը տեղափոխվել է Ազուայի դատաբժշկական ազգային ինստիտուտ, մահացածների մեծ մասը տղամարդիկ են, զոհերի թվում կա 17-ամյա դեռահաս։